Նիհարում ենք քիչ ուտելով եւ շատ շարժվելով։ Արդյոք այս միտքը ճիշտ է։ Շատ մարզիչներ ասում են այն եւ խոսում կալորիականության հավասարակշռության մասին։ Օրինակ, եթե կերել եք 2000 կալորիա, բայց ծախսել եք 1800-ը, դուք քաշ կավելացնեք։ Իսկ եթե կերել եք 1800-ը եւ ծախսել եք 2000-ը, դուք քաշ կնվազեցնեք։ Իրականում դա այդպես չէ։ Ես չեմ ասում, որ կալորիաներ հաշվարկելը սխալ է, բայց այստեղ կա մի փոքրիկ նրբություն։ Կարևոր չէ թե քանի կալորիա եք ուտում, կարևորը թե ինչ եք ուտում, երբ եք ուտում եւ ինչ եղանակով պատրաստած եք ուտում։ Ձեզ մի պարզ օրինակ բերեմ։ Եթե մենք օրվա կալորիաները ուտենք քնելուց առաջ, ապա օրվա ընթացքում չենք ունենա շարժվելու ուժ։ Եվ գիշերը մեր օրգանիզմը այդ սնունդը պարզապես կպահի։ Եվ քիչ ուտել, շատ շարժվելը կդառնա անհնարին, քանի որ քիչ ուտելու միջոց չկա եւ շարժվելու ուժ չկա։ Դրա համար պետք է նիհարել ճիշտ եւ գրագետ։ Իսկ եթե չգիտեք ինչպես, դեք պլյուս կօգնեմ։